Սելելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող Էրդողանա-Ալիևյան քաղաքականությունը հերթական անառակաբարո ես կասեի գործողությունն է կատարել եւ հուսով եմ, որ ես տեսա մի շարք պատգամավորների արձագանքներ, առանձին անհատների ինստիտուցիոնալ մենակ հանրապետականին եմ տեսել, ներողություն եմ խնդրում, եթե եղել են ես չեմ տեսել, բայց կարծում եմ սա այն հարցն է, որ նաև դրսում պետք է հնչեցնել, լսեցնել, որ Նիկոլը իր գնեն չեն արտահայտում այն ժողովրդի կարծիքը եւ Հայաստանի Հանրապետության կարծիքը եւ շատ եմ կարեւորում, որպեսզի ավելի կազմակերպված լինի ընդդիմությունը, այս ղժբժ չլիներ, հաստատ ավելի կազմակերպված կլիներ, այս պայդրությամբ բացի ՀԿ-ից այլ հայտարարություն չեմ տեսել, խնդրում եմ անդիմադիր այս օրակարգը չկիսող, Նիկոլի օրակարգը չկիսող քաղաքական ուժերին անպայման ինստիտուցիոնալ հայտարարություններ անել, թարգմանել եւ սարքել դրանք հասանելի եւ դիվանագիտների եւ միջազգային հանրության այլ դերակատարների համար։ Ընդդիմության ղժբժային անդրադարձակ այդ պարակտումները ինչի հետևանք են, ինչպես կանխել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել նախ եւ առաջ մեր հասարակության այն մեծ առողջատվածից, որին տհաճ է հետևել ներընդդիմադիր այս գզվռտոցին, հավատացնում եմ իրենց մեզ էլ է շատ տհաճ, բայց երբ որ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք, ես պատասխանատվությունից չեմ խուսափում որևէ տեսակի, բայց հասկանում եմ նաև այդ մարդկանց զարմանքը, որոնք ասում են Նիկոլին թողած իրար միս են ուտում, մի քիչ այդտեղ համարտեցում կա, մեր միսն են ուզում ուտել, մենք չենք թողում ընդամենը, հերիք է, բավ է, շատերը կերան, էլ ոչ մեկին մեր մսից չի ասնելու, բայց հասկանում եմ, որ քաղաքացիները շատ մտահոգված են եւ նեղված են փաստից, որ ընդդիմությունը Նիկոլին թողած ու ոչ մի գլուխ չգովի, որ ռեսուրսը բավարարում է եւ ներընդդիմադիր գզվռտոցի եւ Նիկոլին բանանելու, սկինի full time այսպես ասած Նիկոլին դեմ պայքարելով սալը տեղից դանդաղ է շարժվում ու մնացին։ Ինչևէ, ես ցավում եմ, բայց կարծես թե խնդիրը տարանջատում օպերացիայի մեջ չէր միայն, որ մեր դեմ սկսվեց, խնդիրը պառակտում օպերացիայի մեջ է։ Ոնց որ Բարսելոնա եւ Ռեալի ֆանատները իրար այդքան չեն ատում, ինչքան այս երկու ընդդիմադիր ճամբարներին են էլ մոռանալով, որ մենք մի առաջնությունում ենք խաղում, որտեղ առաջի հորիզոնականում թուրքական Ֆեներբախչեն է։ Եվ ինչքան էլ կլասիկոները պոպուլար լինեն, բայց դրանք չեն սվաղում են փաստը, որ առաջի տեղում այս պայդերության թուրքական Ֆեներբախչեն է։ Միթե պետք չի ազգային հավաքականի մասին մտածել, չգիտեմ։ Արդյոք ակումբայինն է իրենց մաքսիմումը, մեր մաքսիմումը ակումբայինը չէ։ Պարոն Աշոտյան, թեև 3 անդրադարձակ ամեն դեպքում Աջապահյանի անունն է շրջանցի հասարակության այն հատվածից, որին տհաճ էր այդ ամենին հետևելը, Սրբազանը կարծում եմ կամա եւ ակամա գիտակցաբար թե անգիտակցաբար հայտնվել է մեր դեմ սանձարձեցված քարոզչական պատերազմի առաջնագծում ոչ մեր մեղքով։ Պարոն Աշոտյան, եւ ասում են Ջենիֆեր Լոպեսն է գալիս։ Ես զարմանում եմ, գիտեք, ես իշխանության մոտ մի բան շատ ճիշտ է ստացվում, շատ երկրի իրավիճակին համապատասխան դիպուկ երկիշներ հրավիրել։ Սնուպ Դոգ էին կանչում, որը տես թմրանյութ էր, բան եւ այլն։ Հիմա գալիս են կողմից շատ սիրված Ջենիֆեր Լոպեսը, որ բացի երգելուց հայտնի է նաեւ իր համապատասխան տեղով, որը լրիվ բնութագրական է Հայաստանում տիրող իրավիճակին։ Ավելի դիպուկ երգչուհի, որ համապատասխան էր Հայաստանի իրավիճակին, հաշվի առնելով որոշ անատոմիական առանձնահատկություններ, դժվար էր գտնել։ Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք։